20 Top 20 կենդանիները, որոնք արդեն էլ գոյություն չունեն։ Տիտանոբոա 14 մետր երկարությամբ հսկա օձ։ Ինքը կարում է, ասենք հիմա եթե այն նորմալ մարդիկ կլնեին, արդեն քիչ կլնեին։ Այն ժամանակվա մարդիկ էլ այդ օձերից սարսափել են։ Այդ օձերը որտե մի անգամից կարան մարդուն կուլ տան։ Հիմա կասեք այդ ոնց, իրանց գլուխը ինչ մեծ է։ Այդ օձերը սարկոզուխ են խեղդում ուտում, տիրանոզավրին կարողանում խեղդել։ Հիմա գիգանտոպիտեկ։ Այդ կենդանին ֆիլմերում շատ կան, օրինակ ծանոթ կլնեք բանին ինչ Քիքոնգին, մեջը գիգանտոպիտեկն է, հələ էսի 2 մետր բարձրություն ունի ու երկարությունը 4 մետր։ Ուրեմն գիգանտոպիտեկները եղել են ջունգլիների գլխավորը ու ունեցել են հզոր թաթեր։ Այդ թաթերով կենդանիներին հեշտ սպանել են բանեն արել։ Մաուգլիում էլ կա գիգանտոպիտեկ, օրանգուտինի նախնին ու ասենց մասնիկներ են հայտնաբերել 30 սանտիմետրանոց։ Հեսա բերանի բանն է 30 սանտիմետր, պատկերացնում եք այդ ինչպես է։ Հիմա ինչ կենդանի կա, այդ հլը երկրորդ կենդանին է։ Գիգանտոպիտեկ, տիտանոբոա, այս անցել է, դե յորնումերի տիտանոբոա, անակոնդի, գիգանտոպիշ, այդ էլ տիտանոբոայի տեսակ, դաժե թշնամիներ էին։ Հիմա էլ ասում են այդպես մեծ օձեր կան։ Այդ արարածը պիթոնի նախնին է, այն մյուսը բանի նախնին է, ինչ էր, անակոնդայի։ Պատկանում է տիտանոբոաների ընտանիքին, այդ գիգանտոպիշը շատ մեծ բան է, օձ, ու այդ օձը ջրային կյանքում կարում է ապրի, ասում են համել սնվել է բաներով ինչ-որ, սնվել է ինչ-որ բան խոտերով, հա։ Հիմա տերիզինոզավրի ձենը։ Տերիզինոզավրը էդի շատ երկար ճանկերով կենդանի է։ Իր երկար ճանկերի շնորհիվ հեշտությամբ սպանել է կենդանիներին։ Կարում է կենդանու վիզը մտցնի, այն մյուս մազից հանի։ Հիմա կասեք երկարությունը 8 մետր բարձրություն, երկարությունն էլ 4 մետր։ Այդ կենդանին Գինեսի ռեկորդը խփել, որպես երկար ճանկերով կենդանի։
տերեզինոզավր։ Էդ հլը 2 3 4-րդ կենդանի։ Հիմա գարգանոպսը 5-րդ կենդանին է։ Այս 5-րդ կենդանին ամենավտանգավոր կենդանին ել է։ Այդ ժամանակում իրանից ոչ մեկ չի կարող բրծրի ու բտելու է հարցակուբայի ու այդ կենդանուց ոսկորների կեսն է թողնում։ Դե հիմա էլ տենանք ստե ինչ կա։ Տերոցեֆիս 6-րդ տերոցեֆալները դե տենց վագրի բան կենդանիներ են փոքր մարդու կրունգին համարյա մի քիչ են հասնում ունեն սուր ատամներով լավ էլ պաշտպանվել են։ Մոսխորինի էլի արդեն մարդու փորին ոչնչոտ հասնող կենդանի արագաշարժ ու սուր ատամներով կենդանի։ Այդ կենդանին հեշտությամբ որսում էր ուրիշ արարածների, բացի սկուտելու զավրից ու սկուտազավրից։ Հիմա գրենք էլ ինչ այդ 6-րդն էր, չէ 7-րդն էր, հիմա 8-րդ կենդանին մեգալադոն ակուլան։ Այս մեգալադոնի ձակ սիել սովորական շնաձուկ, էսի էլ մարդ։ Մեգալադոնը շատ վտանգավոր ձուկ է։ Այդ ձուկը եթե բերանը բացում է, ինչ-որ կենդանի որսը, մարդու չափսերին է համարյա հասնում իրա բացված թեսը։ Մարդիկ գտել են բերանի ոսկորները, որ մարդուց ընդամենը մի քանի սանտիմետր բարձր է բացում։ Մոզազավրն էլ 9-րդն է։ Մոզազավրը լիվիատանի ու մեգալադոնի թշնամին է։ Այդ մոզազավրը նկարահանվել է մի քանի ֆիլմում։ Մի հատ Յուրի դարաշրջանի զբոսայգիներ ու էդի այցելը կարևոր չէ։ Կենդանին Աստված նկարագրում էր որպես ատամները երկաթից, վերջույթները երկաթից, ծռվում է եղևնու նման։ Ջրում արագաշարժել է։ Սպինոզավր 10-րդ։ Էս էլ ձենը։ Ձենը։ Սպինոզավրը ունի կիսակլոր մաս, էլի դիմատրադոնի պես հովացել է այդ